Այս կյանքում երկու տեսակի մարդ կա։ Առաջինը ներկա աշխարհը դիտարկում է որպես մի խավար վայր, որի պատճառով ոչ մի լույս չի կարող շողալ, եւ երկրորդը ներկա աշխարհը դիտարկում է որպես մի խավար վայր, բայց որի շնորհիվ լույսը շատ ավելի հեշտությամբ կարող է փայլել եւ լուսավորել խավարը։ Մեր շարժմանը միանում է եւ մեզ հետաքրքրում է երկրորդ տեսակը, այն լավատես անհատները, ովքեր խավարի մասին բողոքելու փոխարեն մեկ մոմ կվառեն։ Այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ մեր հայրենակիցները անընդհատ խաբվելու պատճառով ամենևին գործ չեն ուզում ունենալ քաղաքականության հետ եւ սկսել են ջայլամի պես ապրել, որովհետեւ այլևս չգիտեն ինչին հավատալ։ Մարդկանց մեծ մասը ոչ մեկին չի վստահում եւ ոչ մեկին չի հավանում, եւ մենք նրանց չեն կարող մեղադրել, քանի որ քաղաքական մարմնավաճառները ավելի շուտ իրենց դիմակներն են փոխում, քան իրենց գուլպաները, եւ մկները ավելի երկար կյանք են ունենում, քան նրանց ստեղծած շինծ ու շարժումները։ Սակայն հիասթափությունը մեր հայրենիքի հանդեպ մեր պարտականությունից խուսափելու եւ միայն հանդիսատեսի դերում մնալու արդարացում չի կարող լինել։ Եթե արժանապատիվ քաղաքացիները իրենց թևքերը չքշտեն ու չզբաղվեն քաղաքականությամբ, այդ դաշտում զբաղվելու են անհայրենիք սրիկաները եւ մեր պետականությունը տանելու են դեպի անդունդ։ Պարտավոր ենք անձնական պատասխանատվություն կրել ու մի բան անել, նույնիսկ եթե հաջողության հասնելու հավանականության տոկոսը շատ չնչին է։ Որոշել ենք մի բան անել, քանի որ գործողության հետևանքով առաջացած կորուստները չեն կարող գերազանցել անգործության հետևանքով առաջացածներին։ Մեր ապագա սերունդները պետք է դարեր անց հետ նայեն իմանան, որ այս անհույս ժամանակներում կային պատվախնդիր հայեր, ովքեր չհուսահատվեցին ու ծնկի չեկան, ովքեր շարունակեցին պայքարել անկախ բոլոր հանգամանքներից։ Պետք է ապագային ուղերձ հղենք, որ այս ստերի դարաշրջանում կային ազնիվ մարդիկ, ովքեր պատմության ճիշտ կողմի վրա են կանգնած։